Դա շատ կարևոր հանգամանք էր։ Ես հավատում էի, որովհետև տեսնում էի մեր զինվորների ու հրամանատարների ոգևորությունը։ Այդպիսի ոգևորություն չեմ տեսել երբեք, ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո։ Նույնիսկ այդպիսի ոգևորություն չէր եղել 94-ին, երբ որ այդ հրադադարի համաձայնագիրը ստորագրեցինք։ Անգամ հրադադար։ Այո, անգամ, որովհետև եւ ընդհանրապես այդ նույն ոգևորությունը տիրում էր նաեւ Երևանում։ Դե Երևանից գալիս է շատ բան այդ ոգևորությունից, չէ՞, այսինքն փոխանցվում է։ Ավակ տարիքով մարդիկ ասում են, որ Հայաստանում, Երևանում այդ 3 այդպիսի ժողովրդական տոնախմբություն ա եղել։ Մեկ եղել է մայիսի 9-ին 45 թվականին, երկրորդը եղել է 73 թվականին, երբ որ Արարատը չեմպիոն դառավ, եւ երրորդը եղել է Շուշիի ազատագրումը 92 թվականին։